Պատգամավոր, կարող ենք ցույց մեր աշխատանքները։ Հարգելի պատգամավորներ, ուզում եմ տեղեկացնել, որ 3 գիշեր եւ մինչեւ այս պահը Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդոր։ Ստացվել են տեղեկություն Արցախի հանրապետության ղեկավարությունից, եւս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ ադրբեջանական ագրեսորների բլիցկրիգը ձախողվել է։ Բոլոր բնակավայրերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայ ժողովուրդը պարտադրել է այս իրավիճակը եւ խաղաղությունը հակառակորդին։ Սա նաեւ արդյունք է մեր բոլորիս միասնականության եւ եւս մեկ անգամ վերահաստատումն է այն գաղափարի, որ երբ մենք միասնական ենք, մեր արդար պայքարը միայն գնալու է դեպի հաղթանակ։ Իսկ այժմ շարունակում ենք մեր աշխատանքները։ Հարգելի պատգամավորներ, այժմ քվեարկության է դրվում 3 քննարկված նախագիծը։ Քվեարկության է դրվում կառավարության կողմից ներկայացված Հրազդան ցեմենտ փակ բաժնետիրական ընկերությանը հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին, օրենքի նախագիծը առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը վարման կարգով Խաչատուր Քոքոբելյան, այնուհետև Հրանտ Բագրատյան։ Պարոն Քոքոբելյան, համեցեք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները եւ դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ Ռուսաստանի կողմից պարբերաբար Ադրբեջանի զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, ինչպես իրենք էին մեկնաբանում, այլ պարզ դարձավ, որ այդ զինքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը։ Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ պահանջել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ՀԱՊԿ անդամ, Եվրասիական տնտեսական միության անդամ եւ ի վերջո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածին եւ 97 թվին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև կնքված բարեկամության պայմանագրի 3-րդ հոդվածին եւ խզել Հայան Բագրատյան, ես խնդրում եմ պատգամավորներին ժամկետի մեջ տեղավորվել։ Համեցեք, պարոն Բագրատյան։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, իհարկե լավ է, որ միասնական ենք, ոչ մի վտանգ չի չեզոքացվել, վտանգը շարունակում է մնալ։ Այս ամբիոնից ես ուզում եմ ասել, որ համաձայն չեմ մեր բարձրագույն պետական այրերի արտաքին քաղաքականության շատ էլեմենտներ, դրանք փափուկ են, չկա շռադատված։ Մասնավորապես ես կուզենայի կոչ անել այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետին հրաժարվել մասնակցել ԵԱՏՄ նիստից, իրավունք չունեն այդ նիստը Երևանում չկայացնել, ընդհակառակը մենք ծանր օր էինք, ծանր օրերի մեջ էինք, պիտի գային մեզ, պատժ կանեին, չեմ հասկանում ինչու դա պիտի տեղափոխվի Մոսկվա, ավելին պիտի ասեմ, Մոսկվայում այդ ԵԱՏՄ-ում մեր ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, որը մեր ներկայացուցիչն է, որը այնտեղ աշխատում այնքան որքանով դա մեր քվոտան է, մեր ժամկետն է, նույնպես առաջիկա նիստին չպիտի մասնակցի։ Ի վերջո հասկացեք բարեկամներ, մեր պիտի ոչ ասեք, որ մենք մեզ հարգեն։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, այսօր հարց ու պատասխանի հնարավորություն կա, կարող եք նաև այդ հարցը ուղղել հարգարժան մեր կառավարությանը։ Այժմ քվեարկություն։ Տիգրան Ուրիխանյան, համեցեք։ Շնորհակալություն, ես բուն նախագծի քվեարկության վերաբերյալ եմ ուզում խոսել եւ բևեռել հարգարժան գործընկերներիս ուշադրությունը, որ մենք հիմա ըստ էության արտոնություն ենք տրամադրում մի կազմակերպությանը, մի ձեռնարկությանը, որը անփույթ միգուցե նաև միտումնավոր ծրագրավորված մենեջմենթի արդյունքում նախկին սեփականատիրոջ կամ նախկին սեփականատերերի գործունեության հետևանքով կանգնել է առկա իրավիճակի առջև։ Ես խնդրում եմ սա հաշվի առնել ու հաշվի առնել նաև, որ ներկայիս սեփականատեր հանդիսացող ՎՏԲ Հայաստան բանկը
ռուսական VTB բանկի այն կապիտալի մի մասն է, որի բաժնետերը ադրբեջանցի է, դրանից բխող ու մամուլում արծարծված բազմաթիվ հետևանքներով հանդերձ, բայց քանի որ սույնով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն թերևս առանձնակի բան չի զիջում, բայց հույս կա աշխատատեղերի պահպանման ավելացման, արտադրական ու արդյունաբերական շրջանառության ավելացման, կոչ եմ անում քվեարկել այս Կոչ եք անում կողմ քվեարկել։ Կհետևենք ձեր հորդորին, քվեարկություն։